Եթե ես այս թղթադրամներով փորձեմ որևէ տեղից գնումներ կատարել, ամենայն հավանականությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեմ, քանի որ սրանք կեղծ են և դրանց շրջանառությունը օրենքով արգելված է։ Ամիսներ շարունակ Երևանի և մարզերի մի շարք խանութներում, դեղատներում ու փոքր առևտրային կետերում այս երիտասարդ կինը կեղծ թղթադրամներով առևտուր է անում։ Վաճառողներն այդ պահին չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում, միայն որոշ ժամանակ հետո են գլխի ընկնում, որ թղթադրամները կեղծ են։ Մենք խոսել ենք խաբված շատ աշխատակիցների հետ, անվտանգության նկատառումներից ելնելով նրանք չցանկացան նկարահանվել, բայց համաձայնեցին պատմել տեղի ունեցածը։ Դեպքը տեղի ունեցել է սեպտեմբերի 12-ի երեկոյան Հունան ավետության 3-1 հասցեում գտնվող դեղատան։ Կինը մտել է դեղատուն, գնումներ է կատարել, տվել է թղթադրամ 50,000-ան։ Վերցրել է մանրը, ինչպես նաև իր կատարած գնումները և հեռացել է։ Մենք հրապարակել ենք Instagram-յան հաղթակում տեսաձայնագրությունը, տեսակետիկներից վերցրել, որպեսզի մարդկանց նախակուսացնենք, որ նման դեպքեր տեղի ունեցնել ու իրենք ևս գոնե ուշադիր լինեն։ Բոլոր դեպքերում սցենարը գրեթե նույնն է։ Երիտասարդ կինը նախապես զգուշացնում է, որ մեծ գումար է տալու, ընտրում է ապրանքները, վաճառողը պատրաստում է մանրը, վերցնում է ապրանքներն ու գումարը և արագ հեռանում։ Ժամքանիսն է, երևի 8-ից, չգիտեմ կոնկրետ ժամը որ ժամն է։ Ինը մտավներ, բարևից, ասեց ինչ ամուշոտ եք գցել, ասեցի, բա իստակ հատ տվեք։ Դե ասեցի քանի, բա 3 հատ սատակաշ, 3 հատ բատոն տվեցի, հետո բա 20,000 կումանրի, ասի կումանրի, ճիշտ ասած չպատկերացի, որ ասեմ տենց հակատ կապած աղջիկա, այդ քայլին կդիմի, կադրը կա, որ ինքը դուրս գալուց ինչպես է վազերով դուրս գալի քրից, վերջը հետո տղաս եկա, ճիշտ ասած վերցրեց գումարը, բա մամով ատվել ես 20,000-ը, ասում ես աղջիկ, բա թարշա։ Հետքի խմբագրություն դիմաց Ava Farm դեղատան ներկայացուցիչը պատմում է, որ երբ տեղի ունեցածը ներկայացրել են Instagram-ում, բազմաթիվ քաղաքացիներ արձագանքել են։ Մեզ մոտ էլ է արել, 15,000 դրամանոց զգեստը գնել է, կեղծ 50,000-ը թողել, 35,000 գումարած զգեստը։ Ինչպես կարող են գտնել։ Մեզ էլ է խաբել կոշիկի խանութում, ուրիշ խանութում գնումներ կատարելիս պարզվեց կեղծ է։ Կոշիկի խանութից մի կերպ վերադարձրի իմ գումարը։ Վայ, մեզ նույնպես փորձեց խաբել, բայց չստացվեց։ Աբովյան քաղաքում էլ շորերի խանութից է գնումներ արել, էլի կեղծ 50,000 դրամանոցով։ Կեղծ թղթադրամներ ազատ վաճառվում են օնլայն խանութներում, Օզոնում, Վայլբերիսում։ 1000-ից 2000 դրամ վճարելով կարող եք գնել մի քանի տրցակ կեղծ թղթադրամ։ Դրանք վաճառվում են նաև երևանյան շատ գրախանութներում։ Թղթադրամների վրա հիմնականում նշված է լինում, որ դրանք վճարամիջոց չեն, այլ ուղղակի հուշանվերներ են։ Ըստ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կեղծ փողեր կամ արժեթղթեր պահելը, իրացնելը կամ փոխանցելը ծանր հանցագործություն է։ Օրենքի 202-րդ հոդվածը նախատեսում է 8 տարի ազատազրկում, իսկ եթե հանցանքը կատարվել է խոշոր չափերի կամ մի քանի անգամ, ազատազրկումը կարող է հասնել մինչև 12 տարի։ Չնայած այս պատժաչափերին, մեր ուսումնասիրությունների արդյունքում տեղեկացանք, որ այսօր էլ նույն կինը շարունակում է ազատորեն կեղծ թղթադրամներով առևտուր անել։ Մի ամիս հետո ինչ-որ տղայր գալիս դեղատուն ու ասում էր, որ սկզբում ասում էր, որ ուզում է տնօրենի հետ խոսի ինչ-որ անձնական հարցով, քանի օր հետո նորից եկավ դեղատուն այդ տղան ու արդեն ասում էր, որ այդ կինը չի իմացել, որ կեղծ թղթադրամ է, խնդրում եմ այդ վիդեոն ջնջեք, հեռացրեք համացանցից ու այդպես էլի եկավ մի երկու անգամ էլ ու հետո էլ ոչ մի բան ոնց որ չասեց ու գնաց։ Հիմա խմբագրություն դիմաց քաղաքացիներից ոմանք նաև հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Ըստ նախաքննական մարմնի պատասխանի նախաձեռնվել է քրեական վարույթ, ընթանում է նախաքննություն։ Փորձեցինք կապ հաստատել նաև ենթադրյալ հանցանքը կատարած քաղաքացու հետ։ Դժողներից մեկը հեռախոսահամար էր փոխանցել։ Մեր զանգերն ու նամակները մնացին անպատասխան։ Անհասկանալի է, թե ինչու նախաքննական մարմինը չի կարողանում բացահայտել հանցագործությունը, ձեռքի տակ ունենալով տեսագրություններ և կեղծ գումարների օրինակներ։
Հետքի հետագա հրապարակումները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք Հետքի YouTube-յան ալիքին։ Հետևեք մեզ նաև սոցցանցերում։